Կոմենտ. Երբ պետք է սովորենք մենք մեզ սիրել, հենց էտա, այ հենց սա կորին պրոբլեմ է, ես օրինակ սիրում եմ ինձ, ես ինձ սիրում եմ, ես իմ հարազատներին սիրում եմ, ես իմ ժողովրդին սիրում եմ, ընդհանրապես ես իրոք սիրում եմ, դրա համար էլ իմ մոտ ամեն ինչ հեշտ է, ես պրոբլեմ չունեմ, իմ մոտ չկա կոնֆլիկտ ինտերեսով, ես հենց սենց եմ, այ ինչ որ տեսնում եք, դա գալիս է նրանից, որ ես ինձ սիրում եմ ու իմ ժողովուրդը, իմ ազգը, իմ բոլորին սիրում եմ, պրոբլեմ չունեմ ես դրանից, իսկ այն, որ իրոք հայերը իրանց չեն սիրում, դարել է մեր բիչ նարոդը, մեր մեծ պրոբլեմն է դարել, դա չգիտեմ ինչ հոգեբանական պրոբլեմից է գալի, որ հայերը իրանց չեն սիրում ու հայերը իրանց նայում են ուրիշ ազգերի աչքերով, եթե վրացին մի վատ բան է ասում, ուրեմն դե ճիշտ է էլի ասում, կամ մեկը կգտնեն մի հատ եսին որտեղից կգտնեն մի հատ գեշ աղջկա նկար կդնեն ու ամենտեղ կասեն դե հայա չէ, ուրեմն մեկ տենց են, դե գեշ ենք էլի սենց է էլի, բա կարող է ինքը հայ չի, բա ուրեմն սենց են, այն միլիոն գեղեցիկ աղջիկներին կանտեսեն, այդ մեկին կդնեն առաջ ու կցույց տան, որ էդ ենք մենք, իսկ ուրիշները իրանց գեշերին միլիոն պահում են, այդ մի հատ սիրունին կլոն են անում, ամենտեղ դնում են, հոլովակները որ նայեք, օրինակ հենց վրացիներին է, իրանք միշտ որ հոլովակներ են հանում երգիչներին ուշադիր մի հատ նայեք, որը սպիտակամաշկա ու կապուտ աչկերով, բաց գույնի աչկերով առաջ են դրում, 5 րոպե իրան ամեն կողմից մոտիկից ցույց են տալ, իսկ որը իրանց աչքին կեշ է երևում, գնչուի, քրդի, տենց տեսք ունի, ոչ թե եվրոպացու մաքուր տեսք ունի, դրանց հետ են դնում, պահում են, չեն ցույց տալիս, մի թեթև են ցույց տալի, իրանց կարծիքով սպիտակ սիրուններին առաջ են տանում, նրան էդի կոչվում է պրոպագանդա, դա կոչվում է ճիշտ ձևին ներկայացնելը, իսկ մենք բոլոր ինչքան գեշկա բերում ենք առաջ ենք դնում, ասում ենք բա հայ է, մենք կարևորը որ հայ ենք, ում է կարևոր, ում մեր կարևոր Արցախում, որ մենք հայ ենք, դուք պետքա կարողանաք, դες նկատի իհարկե չունեմ, դուք ճիշտ եք ասում, ես նկատի ունեմ մեր ժողովրդին, մենք պետքա կարողանանք ճիշտ ձևին ներկայացնենք, մի հատ հիշեք կռվի ժամանակ Շունիկս եկել է նստել աստեղ, ուշադիր նայում, ոնց որ չեմ կարողանում խոսամ, նենց ուշադիր երեսիս է նայում։ Պատերազմի ժամանակ 44 օրվա ագրեսիայի ժամանակ Արցախի դեմ, հիշում եք, որ մերոնք խփեցին իրանց կողմը, հիշում եք, իրանց երեխու վիդեո դրեցին, հոլովակ սարքեցին մի հատ երեխու հետ, որը կադրի մեջ լացում էր, причем այդ վիդեոն սկզբից ու վերջում ցույց տվեցին, ոնց է այդ երեխան ուրախ իջնում, բայց կադրի մեջ ինքնին լացացնում էին, որ իբր թե երեխան լացում է, այսինչ վիճակի մեջ է, հայերը հարձակվել են իրանց վրա, իրանք հարձակվել էին, բայց հակառակն էին ցույց տալիս, այդ երեխուն հիշում եք, ես դրա նկարը քանի անգամ դրեցի սպիտակամաշ կապուտ աչկերով, ամբողջ Ադրբեջանում մի հատ երեխա էին գտել սպիտակամաշ կապուտ աչկերով ու իրան դրել էին իրանց երկրի ռեկլամը, որովհետև մարդիկ ուզում են տենց երեխա տեսնեն։ Դուք մի հատ հիշեք Աֆղանիստանը, որ նայում եք, հիշում եք այն աղջիկը գեղեցիկ մեծ կապույտ աչկերով sense ձգած, այդ դարավ ռեկլամ ամբողջ Աֆղանիստանի։ Հիշում եք Սիրիայի պատերազմի ժամանակ ինչ երեխեք էին, կյաժոտ մազերով երեխեք էին, տենց տիպի է եվրոպացին ուզում տեսնի, եվրոպացին ուզում է իրան նմանին տեսնի, երբ որ ինքը իրան նմանին է տեսնում տառապելուց, ինքը սիրտը իր համար ցավում է, ինչի եք զարմանում, ժողովուրդ ջան, ձեր սիրտը շատ է ցավում Աֆրիկայում ինչ է կատարում, հենց այսօր էլ իրանց քրիստոնյաներին գիտեք ինչ օրն են գցում, գողանում են, ինչ ասես լինում է, բայց դուք խոսում եք դրա մասին, չէ, որտեվ լրիվ օտար տիպի մարդիկ են, ձեր սիրտը չի ցավում իրանց համար, բոլորն են տենց, դրա համար պետքա ճիշտ ներկայացնեք, մենք միշտ սխալ ենք ներկայացրել, երբ որ ես այս դրա մասին խոսում էի, դեռ 20 տարի առաջ գրում էի, չէ, բլոգերում, ինձ ասում են դու ռասիստ ես, դու արիական ես ինչ թեզեր ես տանում, տենց չի կարևորը, որ մենք հայ ենք, տեսակ, որ Արցախում ում էր դա կարևոր, դուք ճիշտ չեք ներկայացնում ձեր ազգը, ձև կա, տանում եք այն ամենա գեշ մարդկանց դնում եք առաջ, հագցնում եք քրդի շորեր, պարացնում եք քրդի պարեր, հետո զարմանում եք, որ
Ցիսկարիձեն վերցնում է ձեզ քուրդ է ասում։ Ինչ եք դուք անում, ժողովուրդ, ինչի եք սխալ ներկայացնում ձեր ազգը։ Դուք ճիշտ ներկայացրեք, իսկ ձեր մեջ ինչ ուզում եք արեք։